665 միլիոն դրամ պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 22-րդ մրցույթը հունիսի 6-ին Հայաստանում անցկացնելու համար։ Մրցույթը կանցկացվի աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ Միջոցառումը կիրականացնի հանրային հեռուստաընկերությունը։ Հայաստանը կներկայացնի ֆլեյտահար Էլեն Բիրաբյանը։ Մրցույթը անցկացվելու է օպերային թատրոնում, որի հիմնադրման 100-ամյակը լրանում է այս տարի, եւ այդ իմաստով այս միջոցառումը կդառնա նաեւ օպերային թատրոնի շենքի հիմնադրման 100-ամյակը նշանավորելու շատ կարևոր միջոցառում, հատկապես հաշվի առնելով միջոցառման բովանդակությունը, որը հնարավորություն է տալու ընդգծել նաև շենքի ճարտարապետական նշանակությունն ու գեղեցկությունը, քանի որ միջոցառումը անցկացվելու է ոչ միայն շենքի ներսում, այլ նաև շենքի դրսում, հատկապես տանիքային հատվածներում, որտեղ բեմադրվելու են բալետային եւ այլ ներկայացումներ։ Մրցույթը ուղիղ կհեռարձակվի մասնակից 11 երկրում, այդ թվում Հայաստանում հանրային հեռուստաընկերությամբ։ Գործադիրը հաջորդ զեկուցվող հարցով սահմանեց կիբեռանվտանգության ոլորտում կիրառելի միջազգային ստանդարտների ցանկը։ ԲՏԱ փոխնախարարը մանրամասնեց, խոսքը կենսական նշանակության ոլորտներում շահագործվող կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների վերաբերյալ միջազգային ստանդարտների մասին է։ Հիմնականում ISO ստանդարտի 27001 ստանդարտն է եւ նաեւ այլ ստանդարտներ կան, որոնք որ պահանջում ենք, որ լինի։ Նաեւ սահմանում ենք կիբեռանվտանգության ապահովման ծառայություն մատուցողների նկատմամբ պահանջները կոնկրետ որ ստանդարտներին պետք է համապատասխանեն եւ նաեւ տվյալ համակարգերը աուդիտ անցնելու դեպքում աուդիտորների նկատմամբ պահանջները։ Սա կբերի նաև բիզնեսի համար որոշակի ծախսեր, բայց ըստ փոխնախարարի համընդհանուր անվտանգության առումով կարևոր ներդրում է լինելու։ Այն կտարածվի նաև պետական համակարգի վրա։ Ստանդարտների սերտիֆիկացումները պետք է ներկայացվեն ՏՏ համակարգերի կարգավորման հանձնաժողով մինչև 2028-ի հունվարի 4-ը։ Անդրադառնանք այն հարցին, որ եթե պետությունը կիբեռանվտանգության միջոցառումներով պաշտպանվի, մասնավորը չպաշտպանվի, պետության պաշտպանությունը դառնում է թերի։ Այո։ Եվ նաև պետության չպաշտպանված լինելը կիբեռանվտանգության տեսանկյունից նշանակում է պետության խիստ խոցելիություն եւ հիբրիդային պատերազմների դրսևորումները գոնե մենք մեր վրա զգացել ենք։ Այո։ Եվ ինչքան գնա, այդքան այդ խնդրը խորանալու է, եթե մենք կանխարգելման միջոցառումներ չանենք։ Ստանդարտը կգործի էներգետիկ արտադրության, քիմիական, առողջապահական, սննդամթերքի, զենգզինամթերքի, էլեկտրական, համակարգչային էլեկտրոնիկայի եւ օպտիկական սարքերի արտադրության, տրանսպորտային, ջրի մատակարարման, կապի, ֆինանսական ծառայությունների եւ այլ ոլորտներում։ Ռիսկերի վրա հիմնված համակարգը լինելու եւ եթե կենսական նշանակություն եւ կրիտիկական այնպիսի ենթակառուցված կա, որ կարող է մեծ ազդեցություն ունենա, այդտեղ փոքր մեծ կարեւոր չի, դա կառավարության ցանկով բերելու ենք հաստատվելու է եւ եթե ցանկում հայտնվեց այդ կրիտիկական ենթակառուցվածքը, ինքը պետքա պաշտպանություն ունենա, մասնավոր պետական, սա ամենակարևոր հարցն է։ 186 միլիոն դրամ հատկացվեց կլաստերային դպրոցներ տանող 10 կիլոմետր 14 ճանապարհների վերակառուցման համար։ Երկու փուլով աշխատանքներ ենք իրականացնում, ունենք նախանշած աշխատանքներ, որոնք մինչև հունիս պետք է ավարտենք, բայց այս նախագծով մենք նախատեսում ենք աշխատանքները ավարտել մինչև սեպտեմբեր։ Պետությունը կաջակցի առավելագույնը մինչև 1000 գլուխ մանր եղջերավոր կենդանի ձեռք բերելու համար։ Կառավարությունը հաստատեց նախագիծը։ Ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման 2024-28 ծրագրով աջակցությունը տրվում է յուրաքանչյուր շահառուի ձեռք բերած առավելագույնը 300 գլուխ տոհմային կենդանու համար։ Մասնավոր հատվածից ստանում ենք ազդակներ, որ ավելի մեծ գլխաքանակի դեպքում հնարավոր կլինի ոչ միայն ավելի խոշոր ֆերմերային տնտեսություններ ստեղծել մսի արտադրության համար, այլ նաև արտադրել կաթ եւ մերամշակել։ Հիշեցնեմ, որ ծրագրի շրջանակներում իրավաբանական անձիկ կամ անհատ ձեռնարկատերերը տոհմային ոչխար կամ այլ ձեռք բերելու նպատակով կարող են ստանալ փոխհատուցում ձեռքբերված արժեքի 50%-ի չափով, եթե կենդանին ներմուծվում է արտերկրից, ապա սահմանաչափը ծրագրով սահմանվում է 450,000 դրամ, եթե տեղի շուկայից է ձեռք բերվում, սակայն համապատասխանում է տոհմային քարտին, ապա սահմանաչափը սահմանվում է 300,000 դրամ։ Նշվեց նաև, որ ծրագրով մոտ 2350 գլուխ մանր եղջերավոր կենդանի է ձեռք բերվել։ Այս տարվա համար արդեն հաստատվել է 1300-ի ձեռքբերման հայտ։ Մայա Խաչատրյան, լուրեր։